Ինչպես նախորդիվ նշեցինք անգլերենով, որ մեր դիրքորոշումն ենք հայտնել հստակ, որ մեր Euronest-ի գործընկերներին ցանկանում ենք մեր ուղերձը հղեինք, որ պետք է հետամուտ լինեն մեր վերադարձի ինքնորոշման իրավունքի մասով ռազմագերիների և ռազմաքաղաքական գերիների մասով և այն ամենը, ինչը որ կատարվում է Եվրոպայում, այդ արժեքները պետք է արդարացի լինեն և ոչ թե մենակ առևտրաշրջանառության տեսքով ձևակերպվի, ինչպես գիտեք, Ադրբեջանը պայմանագրեր ունի Ռումինիայի և Բուլղարիայի հանրապետությունների հետ, որտեղ որ նրանք պայմանագիր ունեն նավթի և գազի առևտրաշրջանառության մասով և այդ ամենը նաև խանգարում է Հայաստանի Հանրապետությանը և մեր ռազմաքաղաքական գերիների մասով և ինչպես որ Հայաստանում այստեղ ներկայացնում են այդ իմիտացիոն ժողովրդավարությունը, այդ ամենը ուղղակի հերյուրանք է, ինչու որովհետև ովքեր որ քաղաքական գործիչները փորձում է իր հստակ ուղերձը հղել հանրությանը, նրանք արդեն բանտարկվում են և անազատության մեջ են հայտնվում։ Մենք հստակ մեր ուղերձը հղեցինք մեր Եվրոպայի գործընկերներին, կարծում ենք, որ նրանք ևս հետամուտ կլինեն և մեր կարծիքները հաշվի կառնեն և այսուհետ կաշխատեն այն ուղղությամբ, որը որ միակողմանի չէ, ուղղակի միայն Ադրբեջանի շահերը չեն սպասարկում, այլ երկկողմանի դիվերսիֆիկացիոն քաղաքականություն են վարում և կկարողանան մեր շահերը ևս սպասարկել։ Եթե ուշադիր լինենք, Ադրբեջանում և Հայաստանում սիմետրիկ քաղաքականություն է վարվում և մեր հայ ռազմագերիները և հայ քաղաքական գործիչները անազատության մեջ են, որը որ անընդունելի է երիտասարդության համար։